Բարևներ ձեզ, որոշ մարդկանց համար, ովքեր երկար լայվեր չեն կարողանում նայել, ես ուզում եմ կարճ բացատրություն տալ։ Երեկվա կատարվածը Ֆանարիկ շոուի բացում էր, եւ անձամբ ես եւ ինպես շատեր, ովքեր ամեն ինչ արել են երկու ընտրությունների ժամանակ էլ դեմ լինելով ընտրություններին, որ ընդդիմություն կոչվածը ձայներ հավաքի, իսկ այս անգամ ընդդիմությունը իսկապես մեր ձայները հավաքել է ու չգիտի ինչ անի, գան եւ իրենց խոստումները կատարեն։ Մենք ամեն ինչ ներդրել ենք այդ գործընթացի համար։ Այս անգամ մենք թույլ չենք տալու, որպեսզի Արցախի գլխին եկածը բերվի Հայաստանի գլխին եւ քաղաքացիներով մենք վերահսկելու ենք այդ ամբողջ process-ը։ Ես ոչ ՀԿ եմ երբևէ բացել, ոչ քաղաքական կուսակցություն եմ բացել, ոչ ինչ որ ես իմում տակ եմ մտել եւ իմ նման հազարավոր մարդիկ, եթե ոչ տասնյակ հազարավոր եւ 100 հազարավոր մարդիկ։ Մենք հայրենիք ենք ուզում։ Երեք ցույցի ժամանակ, որը աննպատակ ցույց էր, այսինքն գալ մեզ պատմել ներսում ինչ են խոսում ԿՀ-ում, դուրս գալ ճեմել բիգուդի փաթաթած մազերով լոյերներ, կաստում շլվար լոյերներ, ժուրնաշլյուխներ, դրա կարիքը չկա, մենք ձեզնից լավ ենք տիրապետում, խնդրու առարկային։ Եթե դուք մարդկանց բերում եք, դուք պետք է ասեք ինչ անեն այդ մարդիկ։ Այսինքն դուք հավաքված մարդկանց գործոնը չեք օգտագործելու անգամ կոկոլի ԿՀ-ին ստիպելու, որ իրենք օրենքից բխող ճիշտ որոշում կայացնեն, ինչ եք հավաքում ժողովրդին։ Կամ ժողովուրդը որ գալիս է եւ չի ուզում հատկապես Գեգամ Մանուկյանի ճառերը լսել։ Կամ ամենաշատ անեկդոտ պատմող Արթուր Խաչատրյանի ապուշ ճառերը լսել։ Դա ապուշ ճառեր, որովհետև մեզ պատմել ինչա կատարվում, մենք ենք ձեզ պատմել ինչա կատարվում, ըստ այդմ խորհուրդ ենք տալիս ընտրությունների չգնալ, կատարել իմպիչմենտ, դուրս գալ փողոց եւ այլն, որը դուք չեք արել։ Հիմա էլ չեք անում։ Հիմա քաղաքացիներն եկել են իմ հայրենակցուհի Մոնիկա Մոսկվայից բոլոր ցույցերին 2018 թվից 19 թվից իր տոմսը գնում է Մոսկվայից գալիս է, այդ բոլոր ցույցերին մասնակցում է, ձեր բոլոր քարոզարշավները աջակցում է, ամեն ինչ անում է, որ ձեր մոտ ինչ-որ մի բան ստացվի, ցակումով սյունեցի է։ Նա հասկանում է, որ Սյունիքը հեսա գնալու է, քանի դուք այնտեղ կանգնած ձեր թայֆայական մենտալիտետով իրար 5-րդ կետերի մասաժով եք զբաղված։ Քաղաքական ուժերի առաջին էշելոն թիվ 1 մարդկանց շուրջ հավաքվածների մասին է խոսքը, հետո երկրորդ շերտը արդեն լոյեր ժուրնաշլյուխ կատեգորիան է։ Հիմա ժուրնաշլյուխները, որ ձեզնից ոմանք, որ չգիտեմ քանի ձեռ են անցել այս տարիների ընթացքում, դուք պիտակավորել եք մեր հայրենակցուհուն, որ ոչ մի ձև չի ուզում լսի Գեգամ Մանուկյանի դալբայիբիզմը, դուք իրան որակել եք ընդդիմադիր ցույցի սադրիչ։ Այդ ձեր ցույցն է ընդդիմադիր։ Ձեր ցույցը, որ Հիկմետ Հաջիևը Դիլիջանում ճեմում է, դուք հավայ ժողովրդին հավաքել եք ու ոչ մի բան չեք անում, ոչ մի բան չեք ասում։ Գործողությունների առումով դուք ոչինչ չեք ասում, մնացածը զրթու զիբիլա, որ ձեզնից լավ գիտեն, կարանք ձեզ դասեր տանք։ Դուք այդ մարդուն սադրիչ եք անվանում, ձեր ցույցն է ընդդիմադիր։ Չէ, ձերը պրոնիկոլական ցույց է։ Կամ շո պրոտոկոլ կա, մարդիկ որ գալիս են պրոտոկոլով եք կանգնում, ձեր վեչիրինկեքից է, թամադայով բանով։ Թամադայով բանով Արցախն եք հանձնել։ Նախ եւ առաջ նյուզեյեմին է վերաբերվում, ինչքան էլ ձեր տերը ձեզ յուղի, ձեր այդ ապուշ իրավիճակը, որ լրագրողության հետ կապ չունի, որտեղ պետք է բոլորը տենց ծափահարեն Լովիկ Քոչյանի բիլակներին կամ չգիտեմ Քոչյանի տուրնիկ հելնելուն, Արցախ հանձնելուց հետո, չի բռնում մարդկանց հետ։ Ու ձայների վերահաշվարկ եթե լինի, մենք շատ ենք ուզում տեսնենք, իրականում ինչքան ձեն են հավաքել, երեք հրապարակը ընդդիմադիրներից իրական գողացած, Գեգամ Մանուկյաններն ու մնացած, այդ դուք եք ընդդիմադիր։ Հայ կնոջը գետնի վրա են նետում։ Դուք լրջկվում եք ժուրնաշլյուխներով, բայց այս լրջկվող կերպարներ եք, դուք են Ամալիա Առաքելյանը ինչա, Արմատ մեդիայից։ Գնայք Հիկմետ Հաջիևին մի հատ նկարեք։ Այդ որ կուսակցության, որ շեֆի հետույքը որ մտել եք, իրան հարցրել եք, ինչի Հիկմետ Հաջիևի ճեմած վայրում ոչ մեկ չկա, ոչ մի հայ քաղաքացի չկա։ Իրանք բան գիտեն, որ մենք չգիտենք, really։ Սպասենք տեսնենք նրանք ինչ են ասում, ինչի սպասենք տեսնենք ինչ են ասում, սպասեցինք Արցախը հանձնվեց։ Կամ այդ դուք եք անաչառարը։ Ու այդ մարդուն դու նկարագրում ես որպես ուղարկված ամալիկ։ Ուղարկվածը դու ես,
Եկել եք կոկոլի տուտուզը պաշտպանեք, ումից։ Այդ քաղաքացի պատրաստ է գնա Նիկոլի առանձնատունը շրջափակի չթողի էդի դուս գա։ Այսօ առավոտը դուս է եկե սաղի այտենց էլի բան է արել, սպառնացել է։ Մեզ հաճելի է դա լսել, երբ որ մենք ենք հաղթել ընտրությունները։ Հայ ժողովուրդը հաղթել ընտրությունները, թուրքը ամեն առավոտ հելնում է, սաղից սպառնում է, չի թողում դուս գա եւ այլն եւ այլն։ Ты чё вообще? Ռուսերեն մատով քեզ հիմա սիրուն չնախշազարդ, հա? Ով է ուղար։ Ես եմ ուղարկել, աղջիկ ջան։ Ես որևէ ուժի չեմ հարում։ Ես գիտեմ, որ դու ստենդը էշեշ բաներ ես գրում իմ հասցեին։ Մարդը թող քո այդ ծակ գլխին թող տիրություն անի։ Դու ինչ ոչ արածի չափ արած ունես, դու ոչ իմ հասկացածի չափ ես հասած, դու ոչ մի բան ես։ Ով ես դու քաղաքացուն անուն կպցնես։ Գնա քո քաղաքական տիրոջը անուն կպցրու, կոկոլ չի կարում հանի։ Ձեր ուժն էլ պատում է նորմալ քաղաքացու վրա, արա։ Ոչ մեկի չի ուղարկել։ Ուղարկված է դու ես քեզ փող են տալի, չէ՞ որ դու գնաս դե քեզ գցես մեյդան, քաղաքացիներին այնպես նկարագրեց Գեգամ Մանուկյանի սարքեց մեր զարթի դոշի բրոշկա խոսքի, որ ինքը չի։ Ուղարկվածը դու ես։ Ինչ են քեզ ուղարկում, որ ժողովրդին ճամփեքտուն ֆանարի կանե, կոկոլը մնա աթոռին։ Այդ մարդը Մոսկվայից եկել է, քվեարկել է, ձենը տվել է, իրապես լիքը մարդկանց համոզել է, որ գան, ու ինքը ոչ միտեղ չի գնում։ Ինքը ուզում է Նիկոլը դուս գա։ Դու ինչ ես ուզում։ Յանիմ Արմատ մեդիա, Յանիմ Եսիմի, դուք ով եք вообще, արա, այ քաձեր, դուք ով եք вообще։ Ժուրնաշլուխ չեք։ Սխալ բառ եմ նկարագրում։ Ձեր գոլեգան հիմա Հայաստանը ժուրնաշլուխության ճամփով Թուրքիա է մտցնում։ Դուք էլ իրանից վախում եք անում եք տակներդ, ուժներդ հայ կնոջ վրա է պատում, ով է ուղարկել աղջի։ Ես եմ ուղարկել, SMS-ներ է ուղարկում, SMS չի ուղարկում։ Ես այդ ժամանակ լայվ եմ անում, причем իրանք չգիտեն, որ ես լայվ եմ անելու, ես չգիտեմ, որ լայվ եմ անելու։ Ձեր եթիմներին տեսա, ասել է սպասի մի հատ լայվ ռեժիմով այս ցույցը բան անեմ։ Ու քանի որ գիտի, որ դուք իրան չեք պաշտպանելու, ինքը գալասավոյ ուղարկում էր չաթ, որ մարդիկ իմանան ինքը որտեղ է, ինչ է իր հետ կատարվում։ Չի կարելի։ Որ մնացած քաղաքացիները գնար իրան պաշտպանեն։ Որտեվ դուք չեք պաշտպանելու, դուք ձեր գոլեգաներին չեք պաշտպանում։ Մարդը մի հատ յուղոտ կտոր եք գտել, ոսկորն դեմներդ շպրտում, դուք պատրաստ եք նստեք ձեր աննասուն ձվերի վրա, 5 տարի սպասեք թուրքը գա սաղիդ գյուլի տներիդ մեջ մտնի ապրի։ Զատո թուրքը տունդ մտնելուց տենց պատվարժան ժուրնաշլյուխ էր աշխատում։ Երբ ասում են բերանդ փակի փակում են, երբ ասում են բացի բացում են, ասում են այդ բերանդ բացած ժամանակ ինչ ասես, այդ ես ասում։ Կամու վնուժնի։ Ով եք դուք вообще? Ով եք դուք քաղաքացիներին պիտակավորեք։ Ձեր ձենով, այդ քո Գեգամատ Մանուկյան եսի միջդարը չէ, մեր ձենն է, չէ։ Մենք գիտենք, չէ՞ ու մենք ձեն տվել։ Մենք հաստատ գիտենք, որ ֆանարիկը ձեն չի ստացել։ Ոչ մի ֆանարիկ ձեն չի ստացել։ Էդի դու դաշնակցությունը գնա մտածի, քո Նիկոլ բերես դաշնակցությունը, Նիկոլ պահող դաշնակցությունը։ Ես եմ Նիկոլ բերել հայվաններ։ Մոնիկան է Նիկոլ բերել, Թագուհին է Նիկոլ բերել, դրանք այդ հայ կանայք են։ Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում, հաջորդ այդ ՍԴ-ի մոտ որ պետք է գնան, ասաց Արամ Վարդևանյանի, իրենց կաշկանդել են իրավական եսի միջով, այդ կաշկանդվածները, հերիք չի կոկոլի ՍԴ-ից ինչ-որ բան է սպասում։ Հələ կա, ես մտածում եմ ՍԴ-ի բանը օրը էլի տրիգեր որպես չեն օգտագործելու, էլի ձեզ տուն են ուղարկելու։ Էլի իրանց մոտ չկա միասնական որոշում։ Ի վերջո իրանք ինչ են անում, երբ որ ժողովուրդը գալիս է, կանչում են ժողովուրդը հավաքված, ինչ են անում այդ ժողովրդի հետ։ Էլ ֆանարիկ անել տուն ուղարկել, ու հետո նստել անմեղ աչուկները sense թարթելու, ասել, ոյ դուք ամեն ինչ փոյում եք ռեգլամենտով, ճիշտ ինքի շեջանակներում, բայց Նիկոյ Ջեզեի խափեց եւ այլն եւ ժողովուրդն է մեղավոր, իսկ ժողովուրդը իսկ ջեսի ինչ էդի չի անցնելու, ժողովուրդը գիտի որ ինքը խեղճ չի։ Ատելով խեղճ է։ Ձեր խեղճությունը հավաքեք, նստեք տունը բլինչիկ փաթեք ձեր աննասուն տղամարդկանց համար, արա։ Եթե ունեք։ Դուք ով եք յարլիկ կպցնեք քաղաքացիների վրա։ Ես եմ ուղարկված այ աղջիկած։ Դաշնակցությունն է սիրում, մատ կհարցնես խեն Նիկոլին բերե։ Թե քեզ համոզել են ամենտեղ գրել Սերժեիկ մերժում, դու ինչի՞ Սերժ ես մերժում։ Իսկ եթե Սերժ չեմ մերժում, ես Սերժական եմ։ Եթե մարդիկ իմպիչմենտից են խոսում ցույցերի ժամանակ, ուրեմն իրանք հանրապետական են։ Դու էլ զիբիլական ես, զիբիլ չես աղջի։ Ձեր մինչև հիմա արածը զիբիլ չի։ Այս 8 տարվա ձեր արածը զիբիլ չի։ Մի հատ տառական հանե բերել եք, այդ տառականից սարքել եք թակավոր, բայց զիբիլ եք, բա ինչ եք։ Մի դու հարցեր չունես քո շեֆերին ումից փողը ստանում։
Ես եմ ուղարկված այ անասուն։ Մոնիկան է ուղարկված, Թագուհին է ուղարկված։ Այդ սա մեր մոտ որ հավաքվում են իմ չաթում ու ես լավ եմ արել, ես այդպես տարածք եմ ապահովում, որովհետև դուք գիտակից քաղաքացիների հետ խոսալու սիրտ չունեք։ Որովհետև մեր գիտակից քաղաքացիները ձեր շեֆերին հարցեր են տալի, որոնք չեն կարող պատասխանեն։ Ձեզ փող են տալի, որ դուք սաղից բերանները փակեք։ Հանգստացեք վերընկեք տեղներդ, մենք ձեզ կազատագրենք, ձեր բերանների փականները, որ կոկոլը դրել է։ Կոկոլն էլ կհանենք ռադ կանենք, ու եթե դա նշանակում է, որ հենց սկզբից ձեր մամաներն եք լացացնելու, որովհետև իր մաման լացացնենք, մենք գալիս ենք ձեր հետևից։ Քեզ թվում է նորմալ է Արցախ հանձնել, քեզ թվում է մենք արդեն հաշտվել ենք այդ մտքի հետ։ Թե դուք ընտրություններով եք Արցախը հետ բերելու, մենք է խանգարում ենք։ Գեգամ Մանուկյանը այնա, այսա բերելու է, մուշնուս ասունն է վրա դիր։ Այդ իր աննասուն ճառերով։ Լավ արը գոռացել է այդ քաղաքացին, ինքը դրա համար է հելել եկել Մոսկվայից հասել Հայաստան։ Քո հաշվին է եկել այ հայվան։ Ինչ որ մեկի հաշվին է եկել։ Ինքը աշխատում է, ինքը վաստակում է, ինչ ուզում անում է, ՀՀ քաղաքացի է։ Դու շունն ես вообще։ Դու ով ես։ Դու պետք է որոշես, որ քաղաքացին ինչի համար է եկել, ինչ կարծիք ունենա։ Ու ոչ մեկը տնդիմադիր դաշտից չփորձեք եւ նման քաղաքացիներին տոլի սսկցնեք, տոլի ինչ որ փափուկ բաներ փորձեք, բարձր դնեք, հետո ատկաս կանգնեք, տոլի ձեզ մեր աջակցությունն է պետք, հետո մենք դառնում ենք էմոցիոնալ ինչ որ մեկեր։ Ուտեք էմոցիաները ձեր տիրում մաման արա 8 տարի ոչ մի բան չարեց, շալվար հակած դատարկա միտներ ու դատարկա շալվարակիրներ։ Ձեր շալվարի մեջ պարունակություն ունեք, խիատ եթի առավոտը վիդեո անում։ Ով որ տղամարդը կամ այդպիսի տղամարդ կոչվողի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը։ Խիատ այդ շունը խիա հաչում։ Այդ դրա ձենը կտրելու չկա, չունեք։ Ին վրա գոռալու ունեք, կամ այն մյուս քաղաքացիների։ Տեղը չեք բերում արա։ Ռեգլամենտով է ցույցերը խեք։ Ցույցը պապաների համար է արվում ցույցը, թե հայ ժողովրդի ձայնի համար։ Թե մեր ձայնը մենակ ընտրություններից առաջ է պետք, հետո տենց կատանեք, տենց սկսեք վաճառքով զբաղվել, կոկոլի տերերի հետ, վատ է կարա։ Այս կարճ տարբերակն է, ով որ երկար 6.5 ժամանակ սաղ ժողովրդի բողոքներով, սաղ ժողովրդի ցուցումներով, ցույցի մեջ գտնվողներով հանդերձ չի պատմում, որտեղ ոչ մեկ ձեզ չի վստահ, մարդիկ եկել են ցույցի, ինձ են մեսիջներ ուղարկում, ձեզ ոչ մի բան չեն ուղարկում։ Սադրիչները, ընդդիմության ցույցը սադրողները, դու ես ընդդիմության ցույցը սադրող, ես եմ ընդդիմությունը, քեզ դիչ ընդդիմություն այ հայվան։ Նիկոլ չի պահածը տրա։ Դու ով ես մեզ անուն կպցնես։ ՍԴ-ի մոտ եթե ոչ մի բան չեղավ, ես կոչ եմ անում հիմիկվանից մեր հայրենակիցներին, միկրոֆոնները դրած ձեռներից վերցնել, կողել համապատասխան տեղերը, պահանջել նորմալ գործողություններ։ Եթե ոչ, ինչպես տենում եք գործի անցել, Հիկմեթին բերել է, այդ ադրբեջանցիներն էլ են գալու, թուրքերն էլ են գալու, սաղ գալու են լցվեն։ Ձեր տներ են գալու լցվեն։ Ամալիկ քո տուն են լցվելու, Արմատ մեդիա տունդ են լցվելու։ Արմյուզի խայերին չխասկացող քած քո տունն են լցվելու, հասկանում ես, հայվան։ Ով որ ուզում է իր տունը թուրք լցվի, գնացեք անկար ախպեր, մնացած հայերը չեն ուզում։ Այն մնացած հայերը ձեն են տվել, ապա թրքացման համար։ Դա նաև ներառում է ձեզ, եթե ձեզ էլ է պետք ապա թրքացնել, մեծ սիրով եւ հաճույքով դա կիրականացնել ձեզ տփելով էլ։ Գնացեք դե զռացեք ձեր պապաների մոտ, այ հայվաններ, դուք մեկ էլ քաղաքացիներին անուն եք կպցրել, ասել SMS-ներ է ուղարկում, SMS չի, գալասավոյ է ուղարկում, մշո աղջիկ չատ։ Ես ոչ ուղարկում եմ, ոչ ինձ են ուղարկում, ոչ մեկ իմ գլխին տեր չի, ոչ էլ ես ինչ որ մեկի գլխին ինձ տեր եմ նշանակում, դուք եք ոչ շուն եք, անտեր շուն եք, առավոտից իրիկուն տեր եք մանգալի, ձեզնից մարդ կա, տասը տեր ունի, մենք առյուծներ ենք, աղջիկ ջան, ես մշեցի կին եմ, մռնչոցիցս անում ես տակը տարա, այսքան հեռու եմ, բա որ մոտիկից ելնեմ ինչ ես ելնելու, բա ում դիմի այդ քաղաքացին, քեզ էր դիմելու այ հայվան, ինչ գործ ունի Գեգամը խոսա։ Մենք գեղամ լսելու ներվ ունենք, աղջիկ ջան։ Եթե դու ունես տարեք ձեր թող խոսա։ Մի քանի բաժակ է լցեք, վաբշե կխոսա։ Դե մենք չգիտենք այս բաները, քեզնից լավ գիտեմ ըտե ինչ է կատարվում։ Ջնջեք այդ պոստերը ձեր էջերից, հայվաններ, քաղաքացիներին հանելու եմ, ես ձեր սաղի մաման լացացնենք։ Հələ մի հատ սրանց նայի։ Իմպիչմենտ չարածներից նայեք, եկել են ընտրություններով բայկիկ են պատմում, էլ սդանի, մի Նիկոլի սդանան մեզ փրկելու, արա։ Բայց չասեմ, որ դեբիլ ես, քեզնից ինչ լրագրող, քեզնից ինչ հայ լրագրող։ Այդ
Այդ ցույցն էլ տենց բրոնյ է կարել հիմիկվանից իմանանք էլի քանի տեղանոց է այդ ցույցը բան ինչ դրես կոդով պետք է գան ցուցարարները ինչ պետք է խոսան բան ինչ որ տենց ռեգլամենտը մի հատ մեզ պատմեք էլի պրոտոկոլն էդի ժողովրդի ցույցը չի էդի ձեր ցույցն է Եթե ձերն է դուք է գնացեք մարդկանց չասենք ելնեն կան ցույցի ով էլ որ գալիս է գեղամ չի ուզում լսի соответственно գեղամ պետք է ռադդից քաշի գեղամա նմանները մենակ գեղամը չէ էլի Ու եթե ընդհանուր մեկ հայտարարություն չունեն անելու, մենակ մի հոգի ու առանց բեմ ու առանց մեգաֆոն։ Դուք մարդկանց խեք ինձ գործից կտրուն, դուք ով եք։ Խելքներդ գլուխներդ հավաքեք, մեկը տի մեջ չգա, իմ մոտ ինչ որ փշի բաներ կամ ինչ որ տենց ուղարկված է, ասես իրական է, ես իմ ինչական է։ Դուք էլ քոչական զոմբի եք, դաշնակցական զոմբի եք, Սամվելի հետույքում բնակվել ցանկացող զոմբի եք, դուք զոմբի եք, դուք լրագրող չեք, դուք իրավաբան չեք, դուք հայ չեք։ Դուք տերման եք ու անտեր շներ եք։ Իա, այդ տեր մնացել անտեր շները մեր վրա հաճային։ Սա բակալա այդ կառավան իդիոտ աղջիկ ջան։ Այս կառավանը ձեր մաման էլ է լացցնելու, եթե դուք ժողովրդի հետ եթիմի մեջտեղը կանգնեք ու չինական Փարիզ սարքեք, ոնց որ սարքեցիք ու Արցախը հանձնվեց։ Ու դուք այս պատմությունը շուռ տալ ուրիշ ձև ու շարունակել Սերժ մերժել, դա չի կպնելու։ Ջոգիր կյանք, ու ես քեզ ասում եմ որպես մասնագետ, ես գիտեմ որ քեզ տեր ունես, քեզ փող եմ վճարում, որ դու էշեշ դուս տաս։ Բայց քանի որ ես ազատ մարդ եմ, Ես քեզ իմ ազատ մարդու տեսակետից ասացի քո գլխին ինչա գալու, եթե դուք փորձել եք այդ քաղաքացիների, այդ հայ կանանց, մի անգամ էլ ինչ որ տես թիրախավորեք կամ գետնին դնեք կամ եսիմ ինչ անեք։ Ու ասեք որ ընդդիմադիրների ցույցը սադրում են, սադրիչը դու ես։ Քո տիրոջ հետ միասին, ձեր տիրում մաման։